դիտարկումներ ունի կենտրոնական բանկը դրամի հետ կապված, հաշվի առնելով նաև ռուսական կողմի այս գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանափակումները, որ տրվեցին, դա կազդի մեր բանկային համակարգի վրա, դրամի փոխարժեքի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, կապիտալի մեծ ներհոսք կա երկիր։ Հայաստանը իր տնտեսական գրավչությամբ այսօր գտնվում է շատ լավ դիրքում ու բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում իրականացնել Հայաստանում թե պետական պարտատոմսերի շուկայում դրամով արտահայտված, թե նաև ինչ-որ բիզնես պրոյեկտներում, ու այդ փողի ներհոսքն է, որ կապիտալի ու ֆինանսական հաշվի միջոցով, երբ որ գալիս է Հայաստան, մենք տեսնում ենք արտարժույթի առաջարկի ավելի մեծ ծավալներ, քան այդ արտարժույթի նկատմամբ կա պահանջարկ, որի արդյունքում փոխարժեքը բնականաբար նվազում է, բնականորեն։ Մեր մոտ ազատ լողացող փոխարժեք է ու ամեն ինչը կախված կլինի այն ֆինանսական հոսքերից, որը որ մենք կդիտարկենք։ Եթե մեր արտահանումը նվազի էականորեն, իսկ ներմուծումը շարունակի մնա այն տիրույթում, որ այսօր ունենք, բնականաբար այդտեղ կարող են տեղի ունենալ ու չկոմպենսացվի ֆինանսական հոսքերով, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ, բայց նաև կա այլ սցենարներ, բազում այլ սցենարներ, որի ներքո ես հիմա կդժվարանամ ասել, թե փոխարժեքը որ ուղղությամբ կշարժվի, որտեղ ինքը որպես կանոն տնտեսական պրոցեսների հետևանք է։ Ինչ տնտեսական պրոցեսներ տեղի կունենան, այդ ձևով կարձագանքի փոխարժեքը, կենտրոնական բանկն էլ որպես կանոն փորձում է չմիջամտել շուկային, որովհետև մենք որդեգրել ենք ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն։ Արձագանք։ Արձագանքի ժամանակ մեկ այլ հարց տամ, այս վերջին շրջանում բնականաբար մեծ մասը որպես նախընտրական հայտարարություններ բան կարելի է հաշվել, որ պոպուլիզմ է, բայց մարդկանց մոտ այնպիսի տրամադրություններ են առաջացնում, որ իրականում հնարավոր է ավելի ցածր տոկոսներով, տոկոսադրույքներով սպառողական վարկեր տրամադրել, չգիտեմ, աղքատության նպաստներ բարձրացնել, չգիտեմ, այս կարգի հայտարարություններ, այսօր մեր բանկային համակարգը մարդակենտրոն տեսանկյունից ինչ ցուցանիշ ունի, արդյոք այսպես կոպիտ ասեմ, կեղեքում է մեր հանրությանը, թե նորմալ ծառայություններ է առաջարկում։ Չէ, ես Տիկին Բադալյանի հարցին էլի, ես նայում եմ օրինակ Հարևան Վրաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը հետ նույնիսկ չեմ ուզում համատնել, որտեղ այնտեղ տոկոսները շատ ավելի բարձր են։ Մեր մոտ տոկոսները ավելի բարձր չեն, քան այդ երկրներում։ Իրականում այդ իրավիճակը մենք չունենք էլի։ Բանկային համակարգը 10%-ով մեզանից ավանդ է ընդունում։ Այսինքն մենք երբ որ տանում ենք բանկային համակարգում ավանդ ենք դնում, դրա դիմաց մենք ստանում ենք տարեկան 10%։ Այդտեղ գումարվում են որոշակի ծախսեր, որովհետև այդ բանկերը պետք է անեն իրենց բնականon գործունեությունը, որի արդյունքում ձևավորվում է 12.5 հիպոթեկային, 14 կամ ավել սպառողականը նայած հաճախորդի։ Հենց որ ես չեմ կարծում, որ մենք ունենք մրցակցության այն մակարդակը 17 բանկերի մեջ, որտեղ օլիգոպոլիկ կամ ինչ-որ հակամրցակցային դրսևորումներ չկան։ Ու արժույթի միջազգային հիմնադրամի վերջին դիտարկումն էլ էր նրա մասին, որ Հայաստանի բանկային համակարգը մրցակցային է։ Մենք իհարկե, եթե կհիշեք, ես երկրորդ անգամ այդ ընտրվելու ելույթից մեջ նշեցի այն գործիքակազմը, որը մենք ազգային ժողովի գործընկերների հետ աշխատելու միջոցով մոտակա տարիներին պետք է անենք մրցակցությունը ավելի խթանելու։ Բայց այդ ես էլ եմ լսել ելույթներ, որ պետք է տոկոսները վերևից սահմանափակել եւ այլն, այդ կոնտրպրոդուկտիվ է։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Այժմ հարակից զեկուցմամբ հանդես կգա հաշվեկնիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։ Համեցեք, պարոն Ջանջուղազյան։